գլոբալ տվյալներ կան կլիմայի փոփոխության, այնպես էլ մեր տեղականը։ Եթե միտումները ցույց են տալիս մինչև 98 թվականին ջերմաստիճանը Հայաստանում միջինը բարձրացել է 0.4 աստիճանով, մինչև 2007 թվականը միջին ջերմաստիճանը բարձրացել է 0.85 աստիճանով, այսօր արդեն մինչև 2011 թվականի միտումները ցույց են տալիս, որ միջին ջերմաստիճանը մեր հանրապետությունում բարձրացել է 1.03 աստիճանով։ Այս կոնվենցիայի շրջանակում միշտ քննարկվել է, թե ինչ պետք է անել եւ որտեղ այն վտանգավոր շեմը, որտեղից հետո արդեն անդառնալի փոփոխություններ կարող են լինել երկրագնդի կլիմայական համակարգի համար, այսօր կարելի ասել, որ դա որոշվել է, որպես դա բավականին քաղաքականացված process է, որ 2 աստիճանն է այն վտանգավոր շեմը, որ եթե գլոբալ ջերմաստիճանը միջինը բարձրանա, իսկ այսօր գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է 0.7 աստիճանով, բարձրանա մինչև 2 աստիճան, այդ դեպքում արդեն կանխատեսել, մոդելավորել ինչ վտանգներ, ինչ մոլորակի կլիմայի հետ փոփոխություններ եւ հետևանքներ կլինեն, շատ դժվար է նույնիսկ ավելի հզոր այդ մոդելավորման համակարգերը։ Հայաստանը, որ ինչու է Հայաստանում ավելի բարձր է ջերմաստիճանը, դա գալիս է ընդհանրապես այդ շրջանառության մոտիվանից, մթնոլորտի շրջանառությանից եւ տարբեր ռեգիոններում տարբեր ձևով է արտահայտվում։ Երբ որ ասում են միջին ջերմաստիճան, դա չի նշանակում, որ բոլոր տեղերում ջերմաստիճանը այս տեղի եղանակը փոխվելու է միայն դրական։ Օրինակ Եվրոպայի հյուսիսային Եվրոպայի համար ավելի միտումները ցույց են տալիս ավելի սառելու եւ տեղումների ավելացում։ Միջին Ասիա, Հայաստան, Անատոլիայի շրջանը, Թուրքիայի, դրանք չորայնացման, ես չեմ ասում այլ մայրցամաքների մասին, որպես ասում եմ մոտակա հարևանների մասին, հիմնականում չորայնացման արիդիզացիայի վտանգն է, որը պարզ է ինչ հետևանքներ կարող ունենալ ինչպես էկոհամակարգերի, այնպես էլ հիմնականում կլիմայից ամենախոցելի տնտեսության ոլորտի գյուղատնտեսության համար։